Ինչ է ուզում մեր քաղաքացին։ Իմ տպավորության պարզ քաղաքացին ուզում է հանգիստ ապրել, երեխու ապագայի նկատմամբ վստահություն ունենալ, չմտնել այդ բարդ քաղաքական թեմաների մեջ, միգուցե ընտրությունից ընտրություն, 5 տարին մեկ, այո, 1 ամիս կարելի է քարոզարշավ անել, բայց 5 տարի անընդմեջ մեջ մնալ այս թունավոր մթնոլորտում, սա այս իշխանության ժառանգությունն է, որովհետև իրենց տեսակով այդպես են։ Տեսակով պետք է ժողովրդին խառնեն, մեկը մեկի դեմ սրեն, արանքում օգտվեն։ Մեկ-մեկ իմ տպավորությամբ այդ մարդու բիոքիմիա է։ Եթե այս իշխանությունը վիճակը չլարի, ոնց որ իրեն վատ ազգում։ Ես մի հարևան ունեի, եթե այդ օրը մեկի հետ չէր կռվում, հիվանդ էր։ Ջերմությունը բարձրանում էր, լուրջ եմ ասում։ Ուղղակի տեսակ է, չէ՞ մարդը, երևի դուք էլ ինչ-որ շրջապատում, շենքում, բակում, գյուղում, մեկը կա, չէ՞ անընդհատ, ասենց մի առիթ համան գալիս, մեկի հետ բախվի, կռվի, հայհոյի, սրանք են։ Ամեն ինչ լինի հանդարտ, խաղաղ, ամեն ինչ լավ լինի, մեկը մի բան պիտի գտնեն խառնեն։ Խառնակիչներ են իրենց տեսակով, DNK-ով։ Մի քանի հարց, որոնք ինչպես հասկանում են, ուզում են մեր ժողովրդին, հատկապես սահմանամերձ շրջաններում, այդ 16 միլիոն տների շինարարության հետ կապված մի շարք այլ հարցեր, նույնիսկ ոստիկանության են ասում, քաղաքծառայության, պետական ծառայության մարդկանց, որ էսա որ մենք իշխանության չելնենք, բոլորիդ գործից կազատեն, բոլորին կտշեն, բոլորի աշխատավարձներ եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, մենք ոչ մի բան զրոյական կետից չենք սկսում։ Ամենից մեծ եւ ամենից ավերիչ հայտարարությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը զրոյական կետից սկսելու մասին։ Այդ հայտարարության արդյունքում կորցրինք Արցախը։ Այդ հայտարարության արդյունքում հրահրվեց պատերազմ, որում պարտվեցինք եւ եռապատկեցինք եռաբլուրը։ Ուրեմն հանգիստ եղեք եւ հանգիստ պետք է լինեն քաղաքծառայողները, պետծառայողները, իրենց ղեկավարները պատժվելու են անկասկած, բայց քաղաքծառայության համակարգը, ընդհանրապես ծառայողները, ոստիկանության համակարգում լիքը մարդիկ կան, որ նորմալ աշխատանք են անում, հանցավորության դեմ են պայքարում։ Եթե իրենց չներքաշեն քաղաքական process-ների մեջ, Facebook-ով նայեն, թե ով ում լայք դրեց, գործից ազատ են կամ չազատ են, լավ հայտարարություն է։ Համոզված են, որ այդ մարդիկ իրենք էլ չեն ուզում դրանով զբաղվել, բայց իրենց պարտադրում են, եւ մենք գալիս ենք նաեւ իրենց ազատելու համար։ Այն մարդկանցից, որոնք իրենց ուղղակի հրում են, իրենց մղում են դեպի նման կարգի ապօրինություններ։ Ուրեմն եւս մեկ անգամ, մենք զորայական կետից սկսող չենք։ Ես փոխարինեցի Տեր-Պետրոսյանին, մեր այսպես ասենք այդ ընտրությունները եղել են արտահերթ ընտրություններ, մենք կոնֆլիկտ ենք ունեցել, բայց ընտրվելուց հետո չեմ ասել, որ զորայական կետից ենք սկսում։ Եթե լավ բան կա արած, լավը շարունակի։ Վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտացրու, բայց առաջ շարժվի։ Սա է արդյունավետ կառավարման մոդելը։ Եթե մարդ գալիս է ասում է, սա պիտի քանդիմ ավերեմ, հետո սկսեմ կառուցել, ուղղակի հիմարությունը եւ ամենից մեծ վտանգն է, ամենից մեծ սպառնալիքն է դա Հայաստանի համար։